Միացյալ Նահանգների հետ թրիփ ուղի նախագծի շուրջ աշխատանքներին, ես էլի կարծեմ երեկվա իմ ելույթում էր, ընդհանրապես նախագծերի իրականացման մասին մեր պատկերացումները տենց մի քիչ մոնտաժված են։ Մեզ թվում է, որ երբ որ մենք ասում ենք դե թրիփ ուղի, աստեն հաջորդ օրը բոլորս վազում ենք եւ նստում ենք բաները, էքսկավատորները, ինքնագնացները եւ սկսում ենք դա process է, ցանկացած շինարարություն, ցանկացած նախագծի իրականացում եւ սա էլ իմիջայլոց կապ ունի մեր իմացության խնդիրների հետ, որտեղ օրինակ Հայաստանում բնակելի տների շատ մեծ մասը սկզբունքով է կառուցվել, բայց տուն չսարքենք մի հատ, բայց սարքենք, ուրա, բա լապատկեն, քարը, ցեխը, դավայ բերենք, ու սկսեցինք, մեր տունն էլ է տենց կառուցվել, մեր հարևանների տունն էլ է տենց կառուցվել, համոզված եմ շատերի ծանոթ, բայց մենք պետք է փոխենք, ոչ, սկզբից դա պետք է շատ մանրամասն նախագծվի, եւ հաշվարկներ արվի, հետո դրանից է, որ հետո պարզվում է քարը ավելացավ, ցեմենտը պակասեց, պատուհանները չգիտեմ, հետո ստիպված են կլնում նոր շուշաբանդներ եւ այլն։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Մենք սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետք է ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետք է ընդունվի նախագիծը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին, բայց էլի ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որը արձանագրված է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում, այս սկզբունքներն են, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն, ճիշտ թվարկեցի, թե բամբաստ թողեցի։ Եթե նույնիսկ բամբաստ թողեմ, դա ոչ մի բան չի նշանակում, թղթի մեջ ոնց գրած է տենց։ Անկետի մասովի հարցի հետ երբ կունենանք աշխատում ենք, հնարավորինս շուտ երկու կողմերը արձանագրել են, որ պետքա, բայց տեսեք օրինակ, եկեք օբյեկտիվ հանգամանքներն էլ հաշվի առնենք։ Օգոստոսի 8-ին մենք Վաշինգտոնում պայմանավորվեցինք Միացյալ Նահանգների հետ, որովհետև ուզում եմ բոլորիս ուշադրությունը կրկին հրավիրել այն փաստի վրա, որ թրիփ ուղի նախագծի իրականացումը Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ օրակարգի հարց է։ Մենք տրամադրված էինք, որ բոլորս հիմա արագ, նույնիսկ այցերի ժամկետներ էինք ճշգրտում եւ այլն, բայց դրանից հետո տեղի ունեցավ մեծ կենտրոնացում Ուկրաինայի իրադարձությունների շուրջ, որտեղ նախագահ Տրամպը եւ նրա ադմինիստրացիան անմիջականորեն եւ մեծ ծավալով ներգրավված էր։ Դրանից հետո տեղի ունեցավ մերձավոր արևելքի, ես մենք տեսնում ենք մի օրը, պատկերացնում ենք, չէ՞, դրանից առաջ ինչքան աշխատանք է տեղի ունեցել, ինչպես օգոստոսի 8-ից առաջ է տեղի ունեցել, հետո օգոստոսի 8-ից առաջ ամիսների ամենօրյա աշխատանք է։ Այսինքն օբյեկտիվ այս իրողությունները իրենք նաև որոշակի պայմաններ են ստեղծում եւ մենք այդ պայմաններում ենք աշխատում, որտեղ բոլոր դեպքերում, որտեղ նախագահ Տրամպը անձամբ ներգրավված է, իսկ թրիփ ուղու այս հռչակագրում անձամբ ներգրավված է, ըստ էության նույն թիմերն են աշխատում, նույն մարդիկ են աշխատում, Շարմ էլ-Շեյխում բոլոր են մարդիկ, ում հետ մենք աշխատել ենք եւ աշխատում ենք այդ թեմաներով, բոլորը այնտեղ էին եւ բոլորը այդ իրենք անմիջական ներգրավված են այդ գործընթացների մեջ։